Շնորհակալություն, սիրելի ընկերներ։ Հետաքրքիր ժամանակահատվածում է տեղի ունենում մեր կուսակցության 10-րդ համագումարը, մի ժամանակահատվածում, որտեղ Հայաստանը առանց աղմուկի տարբեր միջադեպերով եւ օր-օրի գնում է դեպի դիկտատուրա եւ դիկտատուրան Հայաստանում սողալով շատ դեպքերում աննկատ այցելում է մեզ։ Մենք վերածվում ենք մի բռնապետական պետության, երբ այլևս ոչ մի ինստիտուտ չկա որևէ հակակշռում եւ կա վերջին մարդու իշխանությունը, եթե արտահայտվենք Նիցշեի բնորոշումներով։ Հայաստանում հաստատվել է վերջին մարդու իշխանությունը։ Նա առաջ է քաշել միակ ճշմարտության անհավտ կարգախոսը, մենք գտել ենք երջանկությունը։ Եվ վերջին մարդուն հատուկ հաստատակամությամբ իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։ Հագեցած բարձրագույն իշխանությունից ստացված անհոգությամբ նա արհամարում է ծառացած վտանգը, քրքիջ սփռում ավերածությունների ու արյան մեջ, լուտանք ու մեղադրանքներ թափում իր իսկ կողմից չպաշտպանված ու մահապուրձ եղբայրների վրա եւ անտեսում այն ամենը, ինչ կասկածի է ենթարկում վերջին մարդու իշխանությունը։ Նա փոխարինելի է, նա միակն է, ճչում է հոտը եւ այդ ճիճը խլացնում է ինքնապաշտպանության գիտակցումը։ Հոտի վերածված հասարակությունը որպես երկնային պարգև ստացել է այն առավելագույնը, ինչի մասին կարելի էր միայն երազել՝ ազատություն։ Ազատություն տրվելու ամենացածրագույն բնազդներին եւ ինքնակառավարվելու նրանցով։ Եվ որքան ավելի քիչ է վերջին մարդը միջամտում հոտի կենսագործունեությանը, այնքան ավելի է նա գնահատվում եւ գիտակցվում իբրև անփոխարինելի։ Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակողել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի, կամ կործանվում է, կամ դառնում է նոր էթնոս։ Հասկանում են արդյոք վերջին մարդը եւ դրանց կարճած զանգվածը, որ հանգուցալուծման այլ ճանապարհ չկա, գուցե հասկանում են, բայց երկուստեք բավարարվող գոյատևման խրախճանքի մեջ ինքնախաբեությամբ երկարաձգում են ժամանակը։ Այս խոսքերի հեղինակը ես չեմ, այն գրվել է 33 տարի առաջ քաղաքագետ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի կողմից եւ այս օրերին կարծում եմ այն շատ ավելի համապատասխան եւ արդիական է։ Հայաստանը քաղաքական ու քաղաքացիական մեծ աղետի առաջ է կանգնած, որտեղ ատելությունը եւ բևեռացումը դարձել է մեր ամենօրյա կյանքի մի մաս։ Պետական համակարգով իրավապահ համակարգը վերածվել է մեկ մարդու համար ծառայող մահակին։ Հոգևորականները քննադատում են իշխանությանը, կալանավորվում, ազգային բարերարները քննադատում են իշխանությանը, պաշտպանում եկեղեցուն, կալանավորվում, սուր քննադատում են վարչապետին, հետապնդվում, արցախցիները իրենց ճակատագրի հետ կապված խնդիրներ են բարձրաձայնվում, խուզարկվում են եւ այսպես շարունակ։ Այդ ամենը արվում է բացահայտ, առանց որևէ ֆորմալ ընթացակարգ պահպանելու եւ որևէ մեկը չի կարող բացատրել, թե Սամվել Կարապետյանը, Միքայել Աչապայանը ինչ պատճառով են կալանավորված։ Մենք կարող ենք ասել նրանք խաղաբանտարկյալներ են, բայց կարծես այդ խոսքի տակ փորձենք ընկալել, թե ինչու է դա տեղի ունենում, մինչդեռ սա պարզապես աբսուրդ է, որը շարունակվում է եւ որին մենք ականատես ենք ամեն օր։ Այսպես կաթիլ առ կաթիլ մենք շարժվում ենք դեպի դիկտատուրա։ Աշխարհում դեռևս որևէ պետություն միանգամից չի դարձել այդպիսին։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործունեությունը պետք է ունենա հետևյալ նպատակը այս փուլում՝ հանել մեր ժողովրդին թմբիրից եւ այս նոր նորմալը կանգնեցնել, որովհետեւ սա նորմալ չէ։ Մենք մեր ուժերի առավելագույնի չափով պետք է անենք մի բան՝ կանխենք Հայաստանի այս կործանարար ընթացքը։ Վերադառնալով
հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հայտնի այդ հոդվածին, նա ուշում է նաև, թե ինչումն է այդ անիվը կանգնեցնելու բալավին։ Դժվարին փուլում էթնոսը կարող է գոյատևել, եթե նրան ուղեկցում իշխի հակաէգոիզմի էթիկան։ Այն հասու է միայն այն հասարակություններին, ուր առաջնորդից մինչև ստորին աստիճանի մարդը ունեն միավորիչ գաղափար, ուր կա միավորիչ նպատակ, ուր յուրաքանչյուրն իր տեղում համապատասխան իրավունք և պարտականություն ունի, ուր գոյատևում և գնահատվում է ոչ թե իբրև նպատակ, այլ միջոց ստեղծագործելու, նպատակներն իրականացնելու և զարգանալու։ Կարող է արդյոք այս ամենն իրականացնել վերջին մարդը, որ ժողովրդի և երկրի վերածննդի մեծ ճանապարհի դեռ առաջին քայլը չարած հռչակեց, որ մենք արդեն երջանիկ ենք, քանզի գտել ենք մեր ճշմարտությունը, մեր դեպքում եթե փոխակերպենք այս խոսքերը, խաղաղությունը արդեն եկել է մենք և մենք երջանիկ ենք այդ եկած խաղաղությամբ, ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է։ Վերջին մարդը այս ամենը չի կարող իրականացնել, մենք կարող ենք։ Կանենք թե ոչ, կախված է մեր և ձեր ներդրած համատեղ ջանքից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատյան, իսկ այժմ ամբիոնի մոտ եմ հրավիրում մեր կուսակցության հիմնադիր առաջնորդ, քաղաքական գործիչ, ում տեսլականի շուրջ արդեն 10 տարի համախմբված է մեր թիմը, պարոն Էդմոն Մանուկյանին։ Խնդրում եմ նաև